Հովեր պետական կամերային երգչախումբը համերգներով հանդես է եկել Լեհաստանի Վրոցլավ, Լյուբլին քաղաքներում, իսկ Վարշավայում մասնակցել Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Հովերը առանձին համերգով հանդես է եկել Վարշավայի Թագավորական ամրոց թանգարանի համերգասրահում, հնչել են Կոմիտասի, Մանսուրյանի, Շարաֆյանի, Բրամսի ստեղծագործությունները։ Ապրիլի 1-ին նրանք ելույթ են ունեցել Քշիշտոֆ Բենդերեցկու անվան եվրոպական կենտրոնում, ներկայացնելով անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունները գրված հատուկ երգչախմբային կատարման համար։ Լեհաստանում Հայաստանի դեսպանի հրավերով Հովերի համերգին ներկայ են եղել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած պետությունների դեսպանները։ Մեր առնչությունները Բենդերեցկու հետ վաղեմի են եւ այսօր մենք հրավերով պատիվ ունենք ներկայացնել հայ խմբերական երաժշտությունը։ Երաժշտությունը մեզ ծանոթացրեց, երաժշտությունը մեզ մտերմացրեց եւ երաժշտությունը մեզ պիտի առաջնորդի մեր հետագա գործում։ Որքանով գիտեմ, Հովերը աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է։ 2 տարի է ինչ գործում է իմ անունը կրող այս կենտրոնը, որտեղ բազմաթիվ երգչախմբեր են ելույթ ունեցել։ Իսկ հայկական երգչախմբի ելույթը այստեղ առաջին անգամն էր։ Հայ երաժշտական աշխարհի հետ ամուր կապեր ունենք կինս եւ ես։ Այս երգչախմբի համար հատուկ գրել եմ երաժշտություն, որի պրեմիերան կկայանա մայիսին Նյու Յորքում։ Շատ ուրախ եմ, որ արդեն 19-րդ անգամ Լեհաստանում կազմակերպվող Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնին հայ արվեստագետները ունեն նշանակալի եւ էական մասնակցություն։